Չնայած քաղաքական դաշտում օրեցօր թեժացող կրքերին, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած ուժերից որևէ մեկը դեռ չի շտապում կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել առաջադրման փաստաթղթերը։ Արդեն երկրորդ օրն է մեկնարկել են առաջադրումները։ Քաղաքական ուժերը մինչև ապրիլի 23-ը ժամը 18:00 պետք է առաջադրվեն կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելով փաստաթղթերը։ Ռադար Արմենիան կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ երկրորդ օրը ևս առաջադրումներ չեն եղել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը հորդորում է քաղաքական ուժերին չսպասել վերջնաժամկետին եւ նախապես ապահովել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը գործընթացից դուրս չմնալու համար։ Արդեն ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ուսումնասիրի փաստաթղթերն ու մասնակցության հայտ ներկայացրած ուժերին գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում կայացնի։ Հովհաննիսյանը մանրամասնում է, թե որ դեպքում կարող է մերժվել կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Ըստ այդմ, եթե ներկայացված փաստաթղթերը թերի կամ կեղծ են, կամ ցուցակը չի համապատասխանում ընտրական օրենսգրքի պահանջներին, գրանցումից հետո այն կարող է ճանաչվել անվավեր, եթե պարզվի, որ ներկայացված տվյալները կեղծ են կամ խախտվել են օրենքով սահմանված ընթացակարգերը։ Չհամապատասխանելու պահանջները ծագել են առաջադրումից հետո, ընտրական ցուցակի գրանցումը չի մերժվում։ Հաջորդ հիմքը, որով կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու է մերժել կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, երբ պարզվում է, որ կուսակցությունը լուծարվել է, կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է, եւ եթե առաջադրումը կուսակցությունների դաշինքով է, եւ մինչեւ գրանցումը դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է 2-ից։ Եվ մեկ հիմք նորույթ է դա ընտրական գործընթացներում, այս հերթական ընտրությունների ժամանակ է սա կիրառվելու, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության համագումարի եւ մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումները ընդունված չլինելու հիմքով կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը կարող է ճանաչել անվավեր եւ այստեղ մի դիտարկում։ Այս հիմքը, որ համագումարը տվյալ կուսակցության կամ մշտապես գործող ղեկավար մարմնի նիստը չի կայացել, այդ չկայանալու փաստը պետք է հաստատված լինի դատական ակտով։ Արդեն մայիսի 8-ին պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին լռության օր է, արգելվում է որևէ քարոզչություն իրականացնել։ Բացի այդ, կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է նաև տեխնիկական վերազինում եւ համագործակցում համապատասխան կառույցների հետ, ապահովելով ընտրական համակարգերի անվտանգությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուշագիր է ստորագրել Հայաստանի տեղեկատվական համակարգեր գործակալության հետ, վերջիններս ապահովելու են մեր էլեկտրոնային հարթակների, արտաքին եւ ներքին համակարգերի կիբեր անվտանգության ընթացակարգերը։ Նույն ժամանակահատվածում կներկայացվեն նաև քարոզչական նյութերի տեղադրման հայտերը։ Ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը կկատարվի մասնակցության հայտ ներկայացրած ուժերի ընտրական ցուցակների գրանցումը։ Մայիսի 8-ը կարևոր օր է։ Պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը։ Նույն օրը կհրապարակվի նաև ընտրողների ընդհանուր թիվը։ Քարոզչության ընթացքում կուսակցությունները պարտավոր են ներկայացնել իրենց ֆինանսական հաշվետվությունները, իսկ համապատասխան մարմիններն ապահովել հավասար պայմաններ բոլոր մասնակիցների համար։ Միևնույն ժամանակ կձևավորվեն ընտրական հանձնաժողովները, կսահմանվեն ընտրատեղամասերն ու կհրապարակվեն ընտրողների ցուցակները։ Մայիսի 29-ին մեկնարկում է էլեկտրոնային քվեարկությունը, որը կշարունակվի մինչև մայիսի 31-ը։ Այդ ընթացքում կտպագրվեն քվեաթերթիկները, վերջնականացվեն ընտրողների ցուցակներն ու տեղամասերը լիովին կպատրաստվեն քվեարկությանը։ Հունիսի 7-ին քվեարկության օրը ընտրական տեղամասերը կբացվեն առավոտյան ժամը 8-ին եւ կփակվեն երեկոյան 20:00-ին։ Օրվա ընթացքում պարբերաբար կհրապարակվեն մասնակցության տվյալները, իսկ քվեարկության ավարտից անմիջապես հետո կսկսվի ձայների հաշվարկը։ Արդյունքների նախնական ամփոփումը կլինի հունիսի 8-ին 24 ժամվա ընթացքում։ Ընտրությունների վերջնական արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի եւ կհրապարակի հունիսի 14-ին։ Դրանից հետո սկսվում է քաղաքական գործընթացների հաջորդ փուլը՝ մանդատների բաշխումն ու հնարավոր կոալիցիաների ձևավորումը, որի համար սահմանված են լրացուցիչ ժամկետներ մինչև հունիսի վերջ։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։